Ողջույն բարեկամներ, այսօր ես խոստանում եմ ավելի քիչ խոսել և ավելի շատ մեջբերումներ անել այլ ընկերներից։ Ինչի համար, որ առնվազն գոնե ինձ համար ամուսվելու, որ մենակ ես չեմ այսպես մտածում, որ մեր տեսակը ավելի շատ է, քան մենք կարծում ենք։ Դա համար այսօրվա եթերը ավելի հագեցած է լինելու այլ մարդկանց ելույթներով։ Իսկ հաղորդումը սկսելուց առաջ ուզում եմ ձեզ ուղղակի տեղեկացնել, որ ես արդեն TikTok-յան էջ ունեմ և նույնիսկ 10 հետևորդ, տեսօր դուք կարող եք Վարդան Դիրիժոր, սենց ուրիշ տարբերակ չտվեց TikTok-ը, այսպես գտնել ինձ, դառնալ բաժանորդ և ես խոստանում եմ, որ ամեն օրվա մի վիդեոից կարևոր հատված փորձեմ տեղադրել, որպեսզի մենք հասանելի լինենք նաև երիտասարդներին, շատ կարևոր է երիտասարդների հետ շփումը, շատ։ Իսկ հաղորդումը սկսելուց առաջ ես ուզում եմ տեղեկացնել, որ ես շատ լավ տեղյակ եմ մեր բոլոր ընդհանուր խնդիրներով, շատ։ Եվ այն, որ դուք ունեք այդ խնդիրները, ես ունեմ նույնպես, այն, որ դուք ունեք պրոբլեմ շփումների մեջ ձեր բարեկամների, հարևանների, ընկերների, հազար տարվա և դա վերածվել է նույնիսկ տեղ-տեղ թշնամության, ես ամբողջ ես, այս քաղաքական հողի վրա, հավատացեք, ես էլ այդ պրոբլեմը ունեմ։ Ու այլևս դա չեմ հավանում պրոբլեմ, հիմա ասեմ ինչու։ Իդեպ, չմոռանաք հաղորդումը նայել մինչև վերջ, գիտեք, որ ես լավագույն բաները պահում եմ վերջում։ Ինչու արդեն դա պրոբլեմ չեմ համարում, որովհետև ես մտածում եմ ցանկացած տնային տնտեսուհի կասի, որ ինքը, եթե ասենք միս է էփում, խաշում է, հա, միս կլինի, հավ կլինի, ինչ ուզում է լինի, այդ խաշվելու ժամանակ, այդ եռալու պարագայում, արյունա ջուրը չափի նման բարձրանում է վերև։ Ուզենք թե չուզենք, հա, որպեսզի կերակուրը լինի մաքուր, մնա մաքուր, մենք դա պիտի հավաքենք։ Այսօր մեր հասարակությունը նույն կերպ եռում է։ Եվ հնարավոր չի, որ այս եռալու պրոցեսին ինչ որ մի բան չգա ջրի երես, որը որ մենք հանդարտ ժամանակ չենք տեսնում։ Որպեսզի մաքրվի ջուրը, պետք է մաքրել վրայինը։ Մաքրել վրայինը ու ցավոք, այն ինչ որ դուրս է գալիս ջրերես, հանդարտ ժամանակ չի երևում։ Օրինակ ցանկացած ջուր, եթե ասենց գետնի վրա է կամ գետի մեջ է, ծովի մեջ է, դուք չեք տեսնում իրականում ինչա պարունակությունը, տակը ինչ կա նստած, մինչև դու դա չեք խառնում, հենց խառնում եք, տեսնում եք ինչեր է գալիս ջրերես, հասկանաք։ Հիմա մեր պետությունը, մեր հասարակությունը, մենք բոլորս եռում ենք ու մենք շատ վճռական ջրբաժանի առաջ ենք կանգնած, շատ։ Ու ես հենց եմ կարծում, միջև դա մենք չմաքրենք վրայինը, մենք տակինը չենք տեսնի, միջև չհրաժարվենք այդ վատ շերտից, մենք չենք մաքրի ջուրը, մենք իրար չենք տեսնի։ Իսկ մեր հզորությունը իրար գտնելու մեջ է, որ հասկանանք, որ մենք մենակ չենք։ Ու իրանք էլ հասկանան, որ իրանք մեկուսացված են և մենք շատ ենք։ Մենք սենց իրանք հավաքեցինք, լսեցինք աղբը և իրանք տեսան, ընդեղ ուրիշ մարդիկ կա հավաքված։ Այդ պարագայում նոր սրանք կարող է մտածեն, կարող է ինչ-որ մի բանում սխալ են եղել, կարող է ինչ-որ գայթակղություններ են գնացել, կարող է լավ չեն մտածել, հազար ու մի կարող է լինի։ Բայց որպեսզի դա մի օր լինի, պետք է ուղղակի կամք ունենալ, այսպես աղբը սենց հանել ու լցնել մի կողմ, առանց ափսոսալու, շատ կարևոր է, առանց ափսոսալու, որտեղ հիմա ջրբաժանի պահ է։ Հիմա եթե չանենք, այդ կեղտն է մեզ նստեցնելու տակ։ Ես ընդամենը երկու կարճ տեսանյութ ցույց կտամ հիմա, որ մենք երբեք չկասկածենք, որ այն ինչ որ մենք անում ենք, մենք հիմքեր ունենք դրա համար։ Азербайджан разрушает дома в Арцахе. Уничтожается все, что было связано с Арменией. Памятники культуры, церкви, святые места. Азербайджан готов сравнять с землей все в Арцахе, лишь бы изгнать память о нас. Но правда в том, что Арцах был, есть и будет армянским. Азербайджан разрушает... Սա այն է, ինչ որ Ադրբեջանի մանում Արցախի հետ, վաղը անելու է նաև Հայաստանի հետ։ Վաղը սա անելու է նաև Հայաստանի հետ։ Իսկ սա, ումից պատրաստում ենք հրաժարվել, դրանց ումիրն է։ Իսկ ինչ վերաբերվում է իմ այն արտահայտությանը, որ Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ, դա ունի շատ
բարձ եւ կոնկրետ բացատրություն։ Մենք ասել ենք, որ Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում Հայաստանի Հանրապետության վրա։ Բարձա։ Սա ես չեմ ասում։ Բա հայտարարեցիր, բա ուր էր։ Բա ուրա։ Սա փետրվարի 13-ին է հայտարարում։ Հարձակում Արցախի վրա, դա հարձակում է Ղարաբաղի վրա։ Սա ցույց տվեք նրանցից, ումից դուք հրաժարվելու խնդիր ունեք։ Ցույց տվեք, որ արդարանա։ Ցույց տվեք, որ բացատրի ինչի է հիմա խափում եւ ինչի է այս քանը տեսնելուց հետո, այս ավիրացությունը տեսնելուց հետո, սպանությունը տեսնելուց հետո, այս տիեզերական սուտը տեսնելուց հետո շարունակում ես տականքին ծառայել ու աջակցել։ Սա շատ կարևոր է։ Ես ինձանից նեղանում եմ օրական ռեժիմով։ Ամեն հաղորդումից հետո խղճի խայթով եմ ես գնում քնելու։ Ես կորսել եմ իմ հանգստությունը, ես կորսել եմ իմ դասական լեքսիկոնը, ես կորսել եմ իմ նույնիսկ խոսալու ժամանակի մեծ կարող եմ, չէ, ասենք, ջահագիր չնել, բայց ես սա լսում չեմ կարող չլինել։ Եվ այս ամեն ինչը իմ վրա ազդում է, ես ինքս ինձանից նեղացած եմ ապրում։ Բայց մյուս կողմից ես այս ամեն ինչի մասին խոսելով չեմ կարող օրական ռեժիմի մեջ լինել ակադեմիական տոնայնության մեջ, որը ես կուզենամ որպես մարդ, որովհետև ասում եմ, թե քեզ ջղայնացել են, ուրեմն ասում եմ, քեզ հաղթել են, չէ, ինչ չեն հաղթել, ուղղակի այս ռեժիմով սա մասին խոսալ ու չընկնել այս էմոցիոնալ իրավիճակի մեջ, իրոք շատ բարդ է։ Ես արդեն 1900 հաղորդումից ավել հաղորդում եմ արել։ 1900, ես շաբաթը 9 հաղորդում եմ անում, ամենը ժամուկես 2 ժամ։ Ու էլի նեղացած գնում եմ ինձանից գնում եմ քնելու ու ես հասկանում եմ այս ամեն ինչը մեջ մեղավորը գերագույն գլխավոր, որի համար ոչ մի բան չեմ ափսոսում։ Իմ ասածների համար չեմ ափսոսում, սա է, որովհետև ոչ միայն ինձ ձեզանից շատերին է հասել ինքը այդ վիճակի, որ դուք նույնիսկ եթե ես իր ձայնը կարում եմ լսեմ ստիպված եւ ձեզ ցույց տալու համար, դուք դա էլ չեք կարողանում անել։ Դրա համար երբ որ ես մեկ-մեկ իմ գոլեգաներին լսում եմ իրանք հարցազրույցներ են տալիս, շատ հանգիստ, բան, սունտեր Աստված։ Տեսնես իրանք որ մոլորակում են ապրում։ Ես ուզում եմ հիշեմ ինձ, երբ որ ես էի հարցազրույցներ տալի եւ այս էկզիստենցիալ խնդիրները չկար։ Ու հիշելով ասում եմ, նայելով այդ հաղորդումներն էլ կա, ասում եմ, կուզեի ես էլ իրանց մոլորակում ապրեմ։ Լինեի այն հոգեվիճակի մեջ մինչև 2020 թիվներ։ Դրա համար այսօր ես քիչ եմ խոսալու, թողել եմ ուրիշները խոսան։ Ես սա եմ ուզում իր հետ նայեմ։ 30 տարի հետո հայոց պատմության դասագրքերում այսօրի մասին կգրվի հետևյալը։ Սա 44 օրյա պատերազմի մասնակից Արման Պետրոսյանն է գրում իր Facebook-յան էջում, հա։ 44 օրյա պատերազմից եւ հատկապես Արցախի հանձնումից հետո թրքահաճո իշխանությունը լծվեց հայ ռակելական եկեղեցու դեմ հալածանքների քաղաքականությանը։ Բանտարկվեցին հայ ազգի նվիրալները, Բարերա Սամվել Կարապետյանը, Միքայել եւ Բագրատ Սրբազանները, ինչպես նաեւ այլ քաղաքական գործիչներ, հալածանքների ենթարկվեցին եկեղեցականները, վեհապարի գլխավորությամբ։ Սրա ամենակարևոր նպատակը 26 թվականի ընտրություններից հետո անխոչնդոտ իրականացնելն էր այն տարածքների հանձնումը, որի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել կերս խաղաղության օրակարգի շրջանակներում եւ պետք է տեղի ունենալ իշխանության վերարտադրումից հետո։ Եվ այս դասագիրքը գրվել է պատմաբան, Ադրբեջանում Հայաստանի առաջի դեսպան, հայոց պատմության ամբիոնի վարիչ Արեգ Քոչինյանի ձեռքով։ Դաժան է, չէ՞, ինչու՞մ, բայց ամեն ինչ գնում է դրան։ Ուղղակի ես հիմա ուզում եմ հասկանամ, արդյոք հնարավոր է այս ամեն ինչը կարդալ առանց էմոցիոնալ զեղումների։ Երևի, բայց երևի դա իմ բանը չի։ Հիմա ասում եմ իր հետ լսենք մի շատ կարգին տղու։ Միտքը հետևյալն է, որ
երբ որ դու ունես հերոսներ, երբ որ դու ունես մոտավորապես 30 տարի ժամանակ ու դու ոչ մի քո հերոսի մասին ֆիլմ չես նկարահանում, չես խոսում նրա մասին, մոռացության ես տալիս, թե սխրանքները, թե այն մարդկանց կյանքերը, ովքեր հանուն երկրի մահացան, զոհվեցին հանուն երկրի։ Ընդամենը 1-2 ֆիլմ կա, մի վախեցիր նա, էլի մի 2-3 ֆիլմ կա ու վերջ, բայց կան կողքը մնացած լիքը զիբիլ, որ ուղղակի մարդու ուշադրություն շեղում է։ Մեզ ոնց որ ասեն նայեք այն կողմ, նայում ենք այն կողմ, այս կողմից գլուխներս կտրում են։ Իմ մոտ այդպիսի տպավորություն է։ Լինի դա սիթքոմ, թե ինչ-որ հումորային հաղորդում, թե ինչքան կարելի է։ Բա երբ ենք նայելու մեր խնդիրները, երբ ենք վերադաստիարակվելու, երբ որ անդադ բերաններս այսքան բաց ծիծաղում ենք այդ վերադաստիարակվելը։ Հերոսների մասին Ես այսօր որ պատահում ես մի քանի հարցում եմ նայել, միջալոց մենակ Խորեն Լևոնյանին չէ։ Ուղղակի հասկանալու համար, ընդհանուր մեր կարևոր մարդիկ հանձային դեմքերը ինչ են մտածում, ինչ են շնչում։ Կար եւ բավարարություն, կար եւ հիասթափություն, բայց կարևորը գիտեք ո՞րն է։ Կան նաեւ sense մարդիկ։ Կան նաեւ Խորեն իմ համար կարևոր է Խորեն Լևոնյանի այս նորմալ մտածելակերպն ու դիրքորոշումը։ Հիմա եթե մեկը Խորենին ասի դու ֆանտաստիկ ես, դու դեմք ես, ինքը զարմացած կնայի քո վրա եւ դա ճիշտ կլինի, բայց ուրիշ ո՞նց պետք է լինել։ Բայց դե արի բացատրի, որ մենք արդեն այնքան վատ բան ենք տեսել, որ մարդ լինելը, ազնիվ մարդ լինելը արդեն դարձել է հերոսություն։ Էնել հանրային դեմք ու լինել ազնիվ, որովհետև ես ասում եմ, գլամուրը, Խորենի գլամուրի մեջ իհարկե չի մտնում, գլամուրը ինքը բարոյականությունից հեռու կանգնած արվեստ է։ Մնալ ընդեղ արվեստ չէ, տեղ, տարածք։ Մնալ ընդեղ ու չկորցնել սեփական դեմքը հերոսություն է արդեն։ Եվ կարևորը որ այդ հանրային դեմքը իմջալոց ամենաշատ դիտումներ ունի հենց Խորեն Լևոնյանի հետ հաղորդում ես այսօր նայեցի ամենաշատ 340 քանի դոլարի չէ։ Ու ամենաշատ ունի եւ իմ համար ուրախալին է որ այս մեսեջները հիմա մենք էլի կլսենք 340 քանի հազար մարդ է լսել։ Որ իմ համար մի ամբողջ քարոզչություն է գիտեք ինչի մասին։ Քարոզչություն չի, հիշեցում բարոյական կերպարը ո՞նց պետք է լինի։ Հավատացեք, մենք տարածք չի որ կորցնում ենք միայն, մենք ամենակարևորն ենք կորցնում։ Հայ մարդու տեսակը։ Հայ մարդու տեսակը, որ ես ասել եմ, հայն ու բարոյականություն դրանք հոմանիշներ են, չեն կարող դրանք առանձին տեղեր լինել։ Եթե մարդը բարոյական չի, արդեն հայ չի։ Ինձ համար հայն ու բարոյականություն դրանք հոմանիշներ են։ Պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո ես որոշեցի հենց լինել Կապանում։ Ինչի հենց Կապանում։ Որովհետեւ դարձավ սահմանամերձ քաղաք Կապանը շատ մոտ կանգնած իրար։ Թշնամիներ չեն վախում այդ բառը ասելուց, գիտեք հիմա ինչ-որ մոդա է թե վախենում են ասել թշնամի բառը, հակառակորդ։ Հակառակորդը սպորտի մեջ է լինում հակառակորդ։ Այդ մարդը ինձ թշնամի է։ Ես այտենց եմ ընդունում ու չեմ վախենում դրանից։ Պարզ դերաստատ ինչքան ենք կարոտել, ես օրինակ կարոտել էի։ Պարզ, հստակ, անկեղծ, ազնիվ խոսքի։ Ես չգիտեմ դուք ոնց, կարող դուք շատ եք լսում, ես կարոտել էի։ Թշնամին կանգնած մի քանի մետրի վրա դու փորձում ես ապրել, արարել, ստեղծել, ինչ-որ բան ծախել, բան գնել, երեխեքին դպրոց տանել, մանկապարտեզ տանել։ Այդ մարդիկ, չգիտեմ, հանկարծ չզգան, որ ինչ-որ լքված են, թե ինչ են։ Հա։ Ես այն քիչ տոկոս հայերի մասին եմ հիմա խոսում։ Ես հիմա փողոցով որ քայլում եմ, շատ հաճախ տեսնում եմ, որ հա հայերեն է խոսում, բայց այդ մարդը հայ չի։ Զգում եմ։ Բայց Դες չէ,
հայերն է խոսում, բայց հայ չի։ Զգում եմ, չէ՞։ Պետք է քիչ կներ ստեղ մանրանալ ինչից է զգում։ Բայց այո, եւս մի բան, ես որ ասում եմ ազգանունով հայ դեռ հայ չի, հա, ինքը ուրիշ ձևակերպում է, շատ տակտիկի, հա, զգում եմ, բայց հայերն է խոսում, բայց զգում եմ, որ հայ չի։ Մենք այսօրվա մեր ամենակարևոր խնդիրը հային պահելն է։ Հային պահելն է։ Եթե հայ չմնաց, նույնիսկ հրաշքով Հայաստան դարձավ 300,000 քառակուսի կիլոմետր, մենք շատ արագ դա կորցնելու ենք, շատ արագ, դա ոչ մի բան չի տալու մեզ։ Մեր այսօրվա գերագույն խնդիրը հային փրկելն է ու հայ պահելը։ Ես այդպես եմ կարծում։ Այն ամեն ինչ որ մենք տվել ենք աշխարհին, այն պատմությունը, որ մենք ունենք, որը ոչ մի տեսակ ոչ ուզում ենք ինչ որ մեկին նկար անել, ցույց տալ, այլ մենակ խոսում ենք։ Կողքի հարևան պետությունները էլ ֆուտբոլային ակումբների վրա են գրում իրանց անունները, էլ ես ինչեր են նկարահանում, այսինքն մեծ մարքեթինգ է գնում, PR-ը գնում, մենք ոչ մի բան չենք անում, մենք խոսում ենք, այդքան երևի հանգիստ ենք այդքան, հա։ Չէ, շատ հանգիստ չանք ինչ որ, ամեն ինչ խառնվեց իրար։ Ես 300 Սպարտացիներ ֆիլմը, չգիտեմ, ինչ հաջողություն ունի ժամանակը հետ տանք եւ փորձենք մենք դա նկարել, իրանք չունենային այդ, որովհետեւ յուրաքանչյուր նախադասությունը այդ ֆիլմում, երբ որ իրանք ասում են, դա պետքա, չգիտեմ, երևի մեր արյան մեջ մտնի, անգիր անենք, այդպես ապրենք, չգիտեմ, ես շատ եմ սիրում այդ ֆիլմը։ Անկախ այդ սպեցէֆեկտներից, այդ չգիտեմ, ես ինչ տեսակ նկարահանած, ես ինչերից, դուք խնդրում եմ, եթե նայեք եւս մեկ անգամ այդ ֆիլմը, ուշադիր լսեք ինչ են խոսում, ինչ տեսակի պետքա լինի տղամարդը, ծնողը, հայրը, եղբայրը, քաղաքացին, զինվորականը ու ոնց պետքա վերաբերվի իր երկրին։ Մանավանդ որ միշտ շրջապատված ենք եղել թշնամիներով, միշտ։ Սիրտս դնեմ սրտիդ մեջ։ Այդ վերջի երակն ասկա սիրտը դա ռաբիզներ էլի։ Մենք ինչ խնդիրներ ունենք, որտեղ է մեր խնդիրները ու մեր ամբողջ էությունը ինչով է զբաղված, դա երակն է։ Ինչից եք ամենաշատը վախենում։ Հիմա որ ասեմ կստացվի կրկնվում եմ, բայց այս պահին այդպես զգացի, վախենում եմ չվախեցողներից։ Ոնց որ սպարապետներ ասում, անտարբերությունից երևի ու չվախեցողներից։ Դրանք շուտ սարսափելի բան կա դրա մեջ։ Ինչպիսին է միջին վիճակագրական։ Այդ չվախեցողները այս են հայերն են, որ իրաց թվում է ոչ մի բան չի կատարվում։ Սենց իներցիայով ապրում են։ Ոչ մի բան չի հուզում իրաց։ Ես էլ եմ ամենաշատը իրենցից վախենում։ Դանթեի Աստվածային կատակերգության մեջ մի հատ շատ հետաքրքիր տեղ կա, որ ասում է այն Քավադանի ամենամութ անկյունը նախատեսված է անտարբերների համար կարծեմ։ Այս մի բան կա, ֆենոմենալ է։ Այդ անտարբերները, դա կարող ես ասել անտարբերներ, չվախեցողներ, անտեղյակներ, հա։ Ինչ ուզում ես ասել, ինքը տեղավորվում է մի բանի մեջ, որ ինքս կողքից կանգնած նայում եմ, թատրոնի են նայում, այնպես կարծես այդ իրենց կյանքը չի։ Կարծես այդ փոթորիկը, որ մոտենում է այդ հրաբուխը, այդ կործանարար այդ ուժերը, դա իրենց չի վերաբերվում։ Ընդ որում աչքի առաջ ունենալով Արցախը, ընդամենը 2 տարի առաջ, 2 տարի անց է։ Ու տենց հանգիստ կանգնած նայում են, իբր ոչինչ չի կատարվում։ Այլ ես էլ եմ ամենաշատ վախենում այդ չվախեցողներից։ Իրանք չեն վախենում ոչ թե վստահ են, որ դրա դեմը լուծում ունեն։ Չի որ վախենում են, նույնիսկ արարում են, ծուլանում են մտածեն դրա մասին։ Հանկարծ կարող է անհանգստանան, որտեղ իրանք գուրուներ ասել են նեգատիվ մտքերը հեռու տարեք ձեզանից։ Ապրեք պոզիտիվ բանում, միջավայրում, միջև յաթաղանը կմոտենա ձեր վզին, այսենց։ Եվ դրա համար դրանք վճարում են նույնիսկ։ Պատկերացնում եք։
Մյուս տեսանյութը, որ ուզում եմ իրար դիտենք, ուրեմն խոսնակը Մարիամ Ավակյանն է, որը ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգողն է, որը տեղյակ է բոլոր այն վայրագություններից, որ իրականացվել է 89-90-ական թվականներից։ Հոյակա փախստազրույց է տվել, ուզում եմ իրար հետ նայենք մի փոքրիկ հատված։ Ես ուզում եմ այդ ճղճիմ հասարակության ներկայացին ասել, որ ինքը պաշտպանում է Իլհամ Ալիևի հայության կործանարար ծրագիրը, Արևմտյան Ադրբեջանի ծրագիրն է պաշտպանում։ Այսինքն ինքը կշերքի նժարը Ադրբեջանի էլ ավելի է բարձրացնում, հայկականը էլ ավելի իջեցնում, որ ինքը տանում է հայության վերացման քաղաքականություն հանուն թուրքական փողերի։ Այսինքն ես էլ այդպես եմ հակադարձում, այո, ինքը թող շատ վեր չթռնի։ Ես ապշահար եմ եւ Ես խորհուրդ եմ տալիս հարցազրույցը լսեք։ Լա մեդիա, այդպես է կոչվում կայքը, վերնագիրը Հայաստանում տղամարդկության դեֆիցիտ կա։ Ես դրաման եմ ասում, այսօր ես քիչ եմ խոսալու։ Մենք լսելու ենք մարդկանց, որոնք ուղիղ մեր նույն գծի վրա են, նույն լադի մեջ են, նույն հաճախականության մեջ են, որը մեզ թույլ է տալի գալի եզրակացության, որ Տեր Աստված, այս ամեն ինչ օդի մեջ կա։ Մենք հանճարներ չենք, որ մենք այդպես ենք մտածում։ Մենք ընդամենը ազնիվ ենք, նրա հետ ինչ որ կա, գոյություն ունի։ Երբեմն բարձրաձայնում եմ, որ Հայաստանում մի կարևոր ցուցիչի դեֆիցիտ կա՝ տղամարդկության։ Եթե տղամարդկության ցուցիչը բարձրանա, իսկ ես գիտեմ, որ ինքը կա, պարզապես պետք է ինքը բարձրանա, բայց որտեղից բարձրանա, երբ որ մեդիան գրավել են մարդիկ, որ նույնիսկ սեր չունեն։ Տղամարդը դա սեր չի, դա տեսակ է, միսիա է, պատասխանատվություն է։ Տղամարդ եւ պատասխանատվություն դրանք հոմանիշներ են։ Այս որ փոանտերներին որին նայում ես, ինքը մեղավոր չի, ինքը ճիշտ է, գլխավոր պատասխանատուն է, բայց մեղավոր չի։ Ինչ տղամարդ։ Այո, դեֆիցիտը դա մեդիայում է դեֆիցիտ, իրական կյանքում կա, այն է ասում, ես կամ դու կաս, Խորենը կա, Լևոնյան, Տիգինը կա, կան, այդ մարդիկ կան։ Ուղղակի մեդիայում է դա դեֆիցիտ եւ անկալումը մարդկանց տպավորությունը, այնա որ բոլորն են այդպեսին, որովհետեւ մեդիայում այդ անսեր, անանցյալ բիոզանգվածն է ուղղակի, աղբը, բիոլոգիական աղբը։ Նեմեսիս կլինի ինչպես դրոներ, ինչպես Նիկոլ Դումաններ, մաքրեցին ներսից հայերին։ Բաքվում այնքան ճահճիմ հայ սպանվեց 1905 թվին, որոնք Լսեցիք 1905 թվականին Բաքվում գիտեք ինչքան հայ սպանվել։ Ու դրանք էս տղեկի ձեռքով։ Հեսա լսեք ինչի համար են սպանվել։ օգնում էին մահմեդականներին ոչնչացնելու Բաքվի հայերին։ Դա փաստ է։ Երբ ենք մենք դրան միտելու, երբ ենք մենք կանգնեցնելու ինքնաոչնչացման այս process-ը։ Սա ինքնաոչնչացման process է։ Դրա համար եմ ասում, այ վիճվածքներ, գլոբուսի վրա դուք փախնելու տեղ չեք ունենալու։ Ձեզ հայ տղերքը, այն որ ոստիկան չկա ձեզ, որ ձեզ փրկի, հասկացաք, այդ բենետավոր անասուններից չկան, որ ձեզ իրանց բռնեն տանեն, դուք գլոբուսի վրա փախնելու տեղ չեք ունենալու։ Այս հարթակը հետևելու է, գտնելու է ձեզ աշխարհի որտեղն էլ ու փախնեք։ Որտեղ այս ամեն ինչի մեջ մենք մի անգամ անցել ենք։ Եվ 1905 թվականին, եւ 15 թվականից հետո, ոնց որ ուզում եք դուք նորը կրկնեք։ Դիքիմն ասում, լսեք շարունակությունը։ Որտեղ քաղաքասարակության իրենք ներկայացուցիչ չեն մեկ, իրենք ընտրված անհատներ են, իրենք երբևէ ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականի մատից փուշ անգամ չեն հասնել, նրանց հոգսերի մասին երբևէ չեն խոսել, եւ եւս մի բան, իրենք այնտեղ պարզում է հանդիպել են այսպես կոչված Հայաստանից տեղափոխված
ադրբեջանցիների հետ, որոնք նոստալգիկ ուզում են տեսնել իրենց հայրենիքը։ Ես ուզում եմ իմանալ, ինչու որ նրանք եկան Երևանում ձեզ հետ հանդիպելու, դուք չբերեք եւ չնստացրեցիք Կարինեին, որի մորը կախելին ասեցի ջահից, Վարդուհուն չբերեցիք, չկանգնեցրիք, Օֆելիային չբերեցիք, նստացրիք կողքները, Ռաֆիկին չբերեցիք, Սումգայիթից փախածներ, թող պատմեն ինչ են տեսել, ինչ են կրել։ Ես Բաքվից փախստականների կբերեմ, որոնք կասեն, որ իրանց հոր գերեզմանոցի վրա Իլհամը կառուցեց մայրուղի, բայց նրանք էլ ուզում են այցելեն իրանց ծնողների գերեզմանոցին։ Ես բանանցեցիս կարող եմ իմ քրոջ գերեզմանոցին այցելել։ Թող այդ քաղաքասարակության ներկայացուցիչ ասի, որ այդպես լոպազավարի ասում է, ես անվտանգ եմ ինձ զգում Բաքվում։ Լուրջ ես ասում։ Դու այդքան անվտանգ ես զգում, բայց ինչի Ստեփանակերտի մեջ Ստեփանակերտի երեխան իրան անվտանգ չէր զգում, բայց ինչի Մարտակերտի մեջ երեխան մորթվում էր։ Ինչու անվտանգ չէր զգում։ Ինչու դու չես հարցնում քաղաքասարակության հակառակ ներկայացին։ Ինչ էր արել քեզ Ստեփանակերտի բնակիչը, ինչու նրանց քշեցիք իրեն։ Արեք Քոչինյան, եւ մնացած մտքում ասեցի։ Սա ձեզ է ուղղված այս հարցը։ Բորիս Նավասարդյան բան։ Սա այս հարցը ձեզ է ուղղված։ Մտքինս հասկացաք, չէ՞։ Դուք էկրանային կողմ ազատ եք, ինչ ուզեք կասեք։ Հասկացաք, չէ՞, այս հարցը ձեզ է ուղղված։ Իրենց հողերից, իրենց տներից։ Ինչի մենք պարբերաբար ունեցվածք պետքա ձեզ նվիրենք։ 1915 թվին նվիրեցինք լիք ունեցվածք հող, աշնանացանի ծորեն։ Նույնը Արցախում ենք անում։ Նույնիսկ մի արցախցի ինձ ասում է, տպավորություն կա, իրանք դիտավորյալ են անում։ Աշնանն են մեր վրա ասում հարձակվում։ Գիտես ինչ, Մարիամ, որ բանկեքը լիքը լցնենք, զակատները անենք, պահեսները լցնենք ուտելիքով, իրանք գան վայելեն։ Այո, մենք չգիտենք, որ դարերով այդպես էլ եղել է։ Սպասել են, որ հայ մարդը բերքը բերի տուն, վրատան հայերին։ Ով կարող ասի, որ սենց չի։ Ով կարա սրա հետ հակառակվի։ Դրա համար եմ ասում, Ժողովուրդ ջան, եթե ձեր շրջապատում կա մեկը, որ սա հետ պետք է հակառակվի, հիշում եք, չէ՞, պատմում եմ, որ մի բան եռում է, այդ քյափը դուրս է գալի ջրերից։ Թփեք։ Առանց ափսոսի։ Ահա, գերագույն գլխավոր անձնագործները։ Գերագույն գլխավոր անձնագործները, որովհետև երբ որ մեկին բաց ես թողում, ասում են դու լևոնական ես, կամ դու սերժական ես, դու քոչարյանական ես։ Ահա 4 Սա գերագույն գլխավոր թշնամիներն են։ Իսկ ամեն մեկի տակը մետաստազներով, ընդ որում խառնվել է հիմա այդ մետաստազները, որովհետև տեղ իրանք խաչվում են, հա, այսինքն Քոչյանի մետաստազը խառնվում է Սերժի մետաստազի հետ, Սերժինը Նիկոլի մետաստազի հետ, Նիկոլինը Լևոնի մետաստազի հետ, հետո Քոչյանինը առանձին Նիկոլի հետ է խառնվում, մի խոսքով, ու այս բոլորը խառնվում է միաժամանակ տակի մետաստազներին։ Եվ սենց կարողացան սրանք, այս հրեշները 30 տարվա մեջ նոր անկախ մատխաշ Հայաստանը բերեն այս վիճակի։ Եվ Փաշինյան Նիկոլը պետքա եզրափակիչ հարվածատա տվեց Արցախին, հիմա հերթը Հայաստանին։ Եթե չկասեցնենք, որպեսզի հանգարց մեկը չասի, որ ինչ ես խոսում, Քոչարյանը սրանցից չի։ Մանրամասներ Ադրբեջանում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի հանդիպումներից, ով այդ հանձնաժողովում Քոչարյանի կասիրը։ Եվ մեզ տեղեկացնում են, որ ծրագրերը մնացել են անփոփոխ։ GPS-ով գծվելու է, GPS-ով։ Ես ես հիշացնեմ 18 թվականին էր, թե 19 թվականին էր։ Առաջի հանցագործությունը որ արեց Նիկոլ Փաշինյանը լուծարեց, ոնց էր կոչվում այդ նախարարությունը բանը, գեոլոկացիայի հանձնաժողով էր, նախազգուշություն էր, ինչ որ։ Մի խոսքով մի բան էր, կազմակերպություն էր, որը որոշում էր բնական սահմանագծերով սահմանները։ Դա լուծարեց, որ հետագայում GPS-ով գծեն եւ այնց մեկ է տեսնան, որ ստացվում է, որ
կապանի ճանապարհը GPS-ով ընկել է Ադրբեջանի տարածքում։ Ու միանգամից տալիս են Ադրբեջանին, որ Գորիս կապանը կտրվի իրարից։ Ով անում սա։ Այն որ իբր անդիմությունն է Փաշինյան Նիկոլին։ Փոչելա Ռոբերտը։ Քանի որ ասել եմ ես այսօր քիչ եմ խոսալ, ավելի շատ ցիտել եմ։ Ուզում եմ Նինային Կարապետյան ցիտել։ Բարձրաստիճան հոգևորականների հանդիպումը Փաշինյան Նիկոլի հետ ինձ համար լրիվ հասկանալի դարձրեց ինչու են հայկական եկեղեցիները Արցախում այլևս անբնակ։ Ինչպես են տիրություն արել Արցախում մեր համայնքին։ Ինչպես են կովեդի պարտեզը դարձրել ոչ հայկական։ Այսպես ոմանց թեթև ձեռքով, այսենց երթականությամբ գնում է։ Երբ քաղաքական կյանքով մարդիկ դավաճանություն են անում, մի բան է, երբ օծում ունեցող մարդիկ են այսպիսի քայլեր գնում։ Սա նաև պատասխանն է մեր հասարակությանը, թե ինչ է լինում, երբ տեղ չես կանգնում քո արժեքավոր երևույթներին, եկեղեցուց մինչև դատարաններ։ Այո, մենք տեղ չենք կանգնել։ Մենք տեղ չենք կանգնել, մենք ասել ենք դե լավ, ոչինչ, ինչ ուզում անեն, դե լավ, ես որ քննադատում էի բանը, այս հոգևորականներին ինձ քիչ էր մնում խաչեին։ Դու եկեղեցին ինչ են ասում, վատաբանում ես։ Լավ։ Լավ մի արեք։ Նիկոլին քննադատում ես դու չարու նախանձես, քահանային քննադատում ես դու վատաբանում ես եկեղեցուն, դեռ բերաներս փակում են ու տենց ստացվում է որ ամեն ինչ արդյունքում կորսում ենք, ոչ դատարան ունենք, ոչ կառավարություն ունենք, ոչ պետություն ունենք, ոչ էլ եկեղեցի ունենք։ Դե հիմա շնորհակալ եմ ձեզ իմ բերանի երկար փակելու համար, դե դուք ես հարցը լուծեք։ Հարգելի ընկերներ ջան։ Պատասխանն է սենց ալին։ Երբ հատուկ ծառայությունները քո երկիրը պաշտպանելու փոխարեն կոմպրոմատներ են հավաքում եւ դրանց թույլ են տալիս այդ կոմպրոմատները օգտագործել առանձին դեպքերում, հենց քո դեմ։ Բա դու չես վերահսկում քո քահանային ասում է հենա, իմ դեմով խոսում է հենա, արցակվողներ ունեմ, արի ես ինչ ուզում եմ անեմ, հենց ով ակտվում, թշնամին, մեր հատուկ ծառայությունների ձեռքով, դա եմ ասում, մեր թշնամին, հատուկ ծառայություններն են, այս ամեն ինչ որ կատարվում է իրենց վերահսկողությամբ և իրենց ձեռքով։ Միայն Նավասարդ Կոչարյանի ներկայությունը հանդիպանը բավարար է այս պնդումն անելու համար, մնացածի մասին տեղեկություն չունեմ, բայց ենթադրում եմ մեր հատուկ ծառայություններն ունեն, այո, նույնն է։ Դե հիմա գնանք մնացածին, տեսնենք ովքեր են այդ մնացածը։ Մտածենք նայեք։ Անգամ դրանց են ասել, արա գրի, որ դավաճանը, լավ, շատ լավ։ Պատասխան չունենք տված, որևէ մեկին մի բառով իսկ չենք պատասխանել։ Որովհետև մենք ինչն է մեզ մղել այս քայլին, որ կանգ առնի այս ամեն ինչը։ Գիտեք, որ ցանկացած մեկի վերաբերյալ, ցանկացած նման բանի հրապարակում դա վարկաբեկում է եկեղեցին։ Մենք ուրախ չենք մնա, որ բայց եկեղեցին վարկաբեկումից է խոսում։ Ինքը դեմ է, որ Արշակ Սարփազանի դեմ sense բան են արել։ Ինքը դեմ է։ Բայց գնում է ծառայելու նրան, ով այս ամեն ինչը կազմակերպել է, պատկերացնում եք։ Ես ընենց եմ ուզում, լսենք սա միջև վերջ։ Սեփականորի վերաբերյալ այդպես բան է հրապարակվում։ Որևէ մեկի վերաբերյալ չենք ուզենա։ Բայց այս օրերին ինչ որ մեր դեմ արվում է Մայրաթոց ու Պեչմիածնից։ Բա իրանց դեմ Նիկոլին ծառայելու համար էս իրանց ասելով հարցակումը, որ ինչ նրանց դրա վրա ալվում է, դա ալվում է Մայրաթորից։ Սա ուն ինչա։ Գևորգ Սրբազան։ Ես քեզ կասեմ Գևորգ, որտեղ դու Սրբազան չես։ Հիմա ուզում ես ասես ինձ Մայրաթորից միացին ասել, որ ես քեզ ասեմ, որ դու Սրբազան չես, Գևորգ։ Ես ուզում եմ տեսնեմ այն մարդու հայացքը։ Լուրջ, ուզում եմ մոտիկից նայեմ, էլի։ Որ կգնաս սրա մոտ, որպես հոգևորականի, եւ կասի, օրհնեցեք, ես կարիք ունեմ ձեր խորհրդի եւ ձեր ուղղորդությանը, որպես հոգևոր հայր։ Ես ինձ եմ ուզում տեսնել։ Դες մոտիկից դες մարդու աչքեր չեմ տեսել։ Որ մի կողմից համարի, որ չի կարելի ինչ որ կատարվեց Արշակ Սրբազանի նկատմամբ անընդունելի է, մյուս կողմից գնա դա անողին ծառայի։ Հետո ասում չեն մեր վրա հարցակվում, դա եկեղեցին ան, Մայրաթորը։
Դե հիմա ինձ ասեք, որ սրա նման քահանային չարժե ասել, որ ինք իրա տեղում չի։ Որ ինքը պրծում է եկեղեցին։ Որ ինքը պրծում է եկեղեցին չէ։ Եկեղեցու խորհուրդը, հոգևոր խորհուրդը։ Կրոնը չէ, հոգևոր խորհուրդը։ Իմ համար կրոնը չի կարևոր, է։ Մկասեմ, որ խորհուրդը, հոգևոր խորհուրդը, լրջությունը, արժեքը, այդ է պրծում։ Դա եմ ասում, ուզում եմ գնամ տեսնեմ մեկի, ուզում եմ մոտիկից տեսնեմ մեկի ասկա, որ սրա մոտ կգնա այդ հոգևոր խորհուրդը հարցնելու։ Ճշմարտությունից, բարոյականությունից զրուցելու, աստվածայինից, հավերժականից, արարչականից, շատ եմ ուզում։ Մատեսոնն եք։ Հատակազմը խաղում։ Սրբազան հայր, ձեզ ես մի քանի հարց ունեմ, 24 News լրատվականից եմ, ինչ եք խուսափում, ներողություն, Սրբազան հայր։ Սա էլ Անուշավանն է, Անուշիկ է, Ներողություն, դուք ծածկանունը։ Սրբազանի ինչն եք։ Ընկերուհի։ Դասախոս եք։ Չէ։ Օգնական եք։ Իսկ ներողություն, Անուշավան Սրբազանն ինչ է անում այստեղ։ Ի պաշտոն է նա աստվածաբանության ֆախը, խնդրեմ դուռը կբացեք։ Ինչպես Անուշավան Սրբազանը ըստ էության իրավունք չունի գտնվել այստեղ։ Անուշավան Սրբազանը Դուք հասկանում եք ուր ենք հասել մենք։ Հոգևորականը փախնում է։ Հոգևորականը չի փախել նույնիսկ, երբ որ 15 թվականին թուրքը հարձակվում էր եկեղեցու վրա։ Հոգևորականներ կային, որ մահացան այդ իրենց եկեղեցիների մեջ, չլքելով իրենց պոստը։ Հոգևորականը այսօր Անուշիկը, Անուշավանը փախնում է լրագրողից։ Լրագրողը ասում է իրավունք չունի ստեղ գտնվել, ինչ անում ստեղ։ Ընկերուհին չգիտի ինչ պատասխանի։ Այս են երկու բանը հոմոսեքսուալիստներից մեկն է, էլի։ Այն 7-ից մեկն է սա։ Դուք հասկանում եք, որ դուք փախնելու եք ձեր ամբողջ կյանքով։ Ամբողջ։ Իսկ հայ հոգևորականի համար փախնելը Եթե դու չես կարող քո արածի համար պատասխան տալ, բա դու ինչ հոգևորակ։ Հոգևորականները կանգնել են նույնիսկ մահի առաջ առանց հետ քայլ անելու։ Մարտիրոսացել են իրենց սկզբունքների, իրենց հավատամքի համար։ Իսկ այսօրվա Նիկոլի Անուշիկները փախնում են, մտնում են դռների հետևը։ Ինչ որ մեկն էլ ընդվորում տեղեր, որ իրանք իրավունք չունեն այնտեղ նույնիսկ լինեն։ Այս սրանցով է զինված Փաշինյան Նիկոլը։ Այս կարգի հոգևորականները եւ ինքը հույս ունի, որ այս կարգի փախստականներով կամ այն մյուս կարգի X կարգի ողորմելիներով ինքը պետք է ալմատախիլ անի առաքելական եկեղեցին։ Առհաձեր բախած, դեպոտ։ Սա նայենք իրա մյուս աջակիցներին, շեդևր, մեկը մեկը։ Այստեղ կա միջոցառման կազմակերպիչ, երևի գուցե նաև պրոդյուսեր։ Ներողություն, դուք եք որոշում ով ծափ տա, հա։ Դուք մի անհանգստացեք, ծափ կտան։ Ծափ տան։ Այսօր պիտի բոլորն էլ իմ աղբորը տեղը բերեն, որ օրընձի։ Հա, ու ծափ տան։ Ձեզ էլ են ծափ տալիս, որ միտեղ գնում եք։ Ինձ ծափ չեն տալի, բայց գիտեք, պարոն վարչապետին այսօր յուրաքանչյուր մարդ պիտի հարգի ու Բայց այդ ծափ տալու տեղ կա, ծափը տալիս են, գիտեք, թատրոնում, օպերայում։ Ինչ է։ Զտայուն տիպիկ ԿՊ-ականի օրինակ, որոնցով Փաշինյան Նիկոլը շրջապատել է իրան եւ ուզում է Հայաստանը սրանց ձեռքով, սրանց ձեռքով, սրանց ձեռքով, սրանց ձեռքով տանի կործանման։ Սա է սրա ռեսուրսը։ Սա է սրա ռեսուրսը։ Հիմա ես հարց եմ տալիս մեզ։ Բալա։ Ամոթ չի, որ մենք թողենք սա լինի։ Ուդը մենք մեռել ենք, որ սրանք կարողանան մեզ տանեն։ Սրանք մեզ տանեն իրանց ուզած ուղղությամբ։ Մարդու տրիշկեն դուրս է գալի գլխի։ Մենք մեռել ենք։ Նույնիսկ եթե մեզ մեռած լինենք, սրանք չեն կարող տանեն։
Մենք ողջ, մենք փողենք, որ սրանք մեզ ղեկավարեն, տանեն իրանց ուղղությամբ, հա? Այդպես ո՞ս կլինի։ Ուզում ես հոգևորականին լսենք։ Ուղիղ ասում եմ, եթե ձեր դեմ կան կոմպրոմատներ եւ դուք չեք կարողանում դրանց հակադարձել, տղամարդու նման լավ է որ թողնեք ձեր կարգը եւ արժանապատվորեն հեռանաք Տեր Զայրե Աշուրյան։ Ամենազազելի արարքը կամ արարքները դրանք վախկոտությունն ու դավաճանությունն են։ Կա առանցքություն ես բառերին։ Չկա։ Պարզ կարճ կոնկրետ։ Ստեղ բասագույն մաթեմատիկա չկա։ Ստեղ հատուկ ինչ որ փիլիսոփայություն չկա, որ ոչ մեկի մտքով չեր անցել։ Հասկանում եք, այս կարգի պարզ խոսքերը մեր համար արդեն դարձել է ինչ որ աներևակայելի հերոսություն։ Աներևակայելի այս ճշմարտություն։ Մինչդեռ ես գոնե կարծում եմ, որ միջև ասենք 6-7 տարի առաջ մենք սենց ենք ապրել։ Այն ժամանակ եթե ասեն մեկը սա մեզ մեկը ասեր սա արդեն հերոսություն է, այսօր ասել, կասենք լավ, իշ չես։ Սա մեր կյանքն է։ Ո՞ս կարող է ուրիշ ձև լինի։ Բայց տես որ փոխվում է։ Տես որ սրա օրոք ամեն ինչ կարող է փոխվի։ Այսօր ես գումեք ինչքան եմ փոխվել, ես սկսել եմ արդեն Ստեփան Դանիելյանին ցիտել, Տիգրան Խազմալյանին ցիտել։ Տեսնում եք, ես հիշաչած չեմ, որ մեկը մի խելոք բան անում, ես կիսում եմ։ Չնայած ինձ մեղադրում են երբեմն անսկզբունքայնության մեջ, դրանով չէ, սա ուղղակի ասում ես հիշաչած չեմ։ Եթե ճիշտ բան է, ճիշտ բան է, էլի։ Փաստորեն Ստեփան Դանիելյանը արհեստական բանականության հետ հարց ու փորձ արել եւ ստացել է Փաշինյան Նիկոլի նկարագիրը։ Շատ հետաքրքիր է։ Ես մի անգամ ասես մի բան արել եմ, բայց այս շատ պրոֆեսիոնալ արած։ Ով է Փաշինյան Նիկոլը։ Թույլ կամ չձևավորված ներքին նորմեր։ Ոչ հստակ բարոյական համակարգ։ Որոշումները հիմնվում են ոչ թե արժեքների, այլ շահի կամ հույզերի վրա։ Սոցիալական կանոնները ընկալվում են որպես պայմանական եւ պարտադիր չլինող մտածողությունը, կանոնները ուրիշի համար են, ոչ ինձ։ Բարձր իմպուլսիվությունը բնորոշ է։ Գործողություն միջև մտածելը։ Դժվարություն հետևանքները գնահատելու հարցում։ Կարճաժամկետ պլանավորում, իսկ ասեն նույնիսկ պլանավորան բացակայություն։ Սա հաճախ ուղեկցվում է ռիսկային վարքով եւ սահմանները փորձարկելու ցանկությամբ։ Լրիվ ճիշտ է։ Զգացմունքային համակարգի ցածր մակարդակ, էմպաթիա։ Չկաց ունի ասում, ինչ ես լացում, ուրիշ երեխա չունես, գնա ուրիշ երեխա ուլա, ցելի։ Քո երեխան մերելա մեր անկախության համար չէ։ Ապագայի համար, ինչ որ հիմար բան է, չի ասում։ Դժվարությամբ է զգում ուրիշների ցավը կամ ապրումները, դա կա։ Մարդկանց հաճախ ընկալում են որպես միջոց կամ ռեսուրս, ես դրա համար եմ ԿՊ-ին ասում, այ ողորմելիների հոտ։ Դուք իր համար ռեսուրս եք, միջոց, գործիք, որ ձեզանից ցանկացածին, ցանկացած ժամանակ, ինչպես այսօր գրզոյին, կարա ինքը ֆուկ անի, ուղղակի շպրտի աղբը, եթե կարողանա։ Ոնց որ այսօր գրզոյին ու Աննայի աղբորը բան են արել, այդ պատգամավորների ցուսակում չկա, չգիտեմ վաղը կվերականգնեն թե չէ, բայց այսօր երկուսին հանրային չկա։ Մարդկանց հաճախ ընկալում են որպես գործիք, հարաբերություններում դրսևորում է սառնություն կամ հեռավարություն։ Ոչ մեկի հետ, սա ես այդ մի անգամ եմ շփվել, ասած մեկ-երկու մատ հարց տվեցին, 1-2 մետրի վրա։ Ինքը չկա, գոյություն չունի։ Ինքը գոյություն չունի, ինքը որ խոսում է նույնիսկ իր կողքինը, որ քիփ նստածել են բաններ, Լենաներ Նազարյան։ Նույնիսկ դա զգում է, որ ինքը կողքին չի, ինքը չունի ոչ մեկի հետ ոչ մի կապվածություն։ Սրա մեջ կա մի հատ, սա մոտ կա մենակ մի ձևի կապվածություն, դա կախվածությունն է։ Սա կապվածություն, բարեկամական, ընկերական, հոգևոր, ոչ մեկի հետ
այս տեսակը չունի եւ չի կարող ունենալ։ Սա մոտ կարող է լինի բացառապես կախվածություն։ Ինչպես ասենք Սերժիկից։ Չափազանց պրագմատիկ երբեմն ցինիկ մտածողություն։ Լկտի։ Նորմերը գնահատում է շահի տեսանկյունից։ Բարոյականը հաճախ ընկալում է որպես անարդյունավետ, ինչ բարոյական է, մարդիկ կան։ Ուշադրություն պակաս ուրիշների սահմանների նկատմամբ, խախտում է այլոց անձնական տարածքը, քերակնի մոմենտով հիշում եք երևի, օգտագործում է մանիպուլյացիա, ճնշում, խաբեություն, անում է այն, ինչ ուրիշների մոտ առաջացնում է ամոթ կամ մեղքի զգացում։ Ցածր անհանգստություն եւ նվազագույն մեղքի զգացողություն։ Ինքը ասում է, չէ, ես պատասխանատու եմ, բայց ես եմ մեղավորը։ Չկա մոտ, չկա արգելակ, չկա մեղքի զգացում, չկա ներքին կարմիր լույս կամ գիծ, ցածր անհանգստություն, հեշտ է գնում ռիսկի, դա որտեղ ինքը չի վճարում դիմացը, ինքնակենտրոնություն կամ նարցիսիզմ, սեփական բացառիկության զգացում, արդեն հասելատեղի միջավայր, համոզվածություն, որ ինձ կարելի է հետևել այլ կանոններով, քննադատության դժվար ընդունում մի ոնց, ինքը վերջն է, ով կարա իմ ասածը չանի, դա ասում է, չէ, վատ հարաբերություններում, այսի չհասկացա ինչ, անկայուն եմ հակամարտային հարաբերություններ, մարդկանց նկատմամբ օգտատիրական վերաբերմունք, սա մասին ասել ենք, անկանխատեսելի եւ ստրեսի մեջ է, անորմալ, շիզոֆրենիկ, հազվադեպ է կառուցում խոր եւ կայուն կապեր, ես ասել եմ, ընդհանրապես չի կառուցում, եզրակացություն, իմպուլսիվ, քիչ է հաշվարկում հետևանքները, կենտրոնացած է անձնական շահի վրա, բացառապես չունի ներքին արգելակող մեխանիզմներ, ամոթ մեղքի զգացում, պատասխանատվություն, հակված է խախտել նորմերը, սահմանները եւ պարտավորությունները։ Իդեալակ։ Հիմա ոնց չծափահարեմ այս ամեն ինչը անորին։ Իմ ջելոց ասեմ ձեզ, իրան համակրում են այս նույն հատկություններ ունեցողները, որովհետև եթե դու այս արժե համակարգի կրողը չես, դու կոնֆլիկտ կունենաս դրա հետ, կասես ոնց չհասկացան, դու ոնց կարող ես այսօր մի բան ասել ու վաղը ասել ուրիշ բան ասենք, հա, դու ոնց կարող ես ասել սա Հայաստան է եւ վերջ, դա ունի շատ բարձ եւ կոնկրետ բացատրություն, մենք ասել ենք, որ Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում Հայաստանի Հանրապետության վրա։ Հիմա սա լսելուց հետո, սա ասելուց հետո, սրան աջակցողները նշանակում է իրան նման, բար չկա ստեղ ասելու, բար չկա ստեղ ասելու, էլի։ Սա ես չեմ ասում, սա ինքն է ասում։ Գնանք առաջ։ Այսօր ես այսպիսի մի հոդված տեսա, որ CNN-ը գովաբանել է ադրբեջանական մարտական հնարքը, հայկական զինված ուժերի դեմ։ CNN-ը գովա ադրբեջանցիներին, ասում է, կարդամ, տեսնեմ, ինչ ա գրած։ Սա գրել է Մամուլ AM-ը, Մամուլ AM։ Եվ այսպես կարդում ենք ներքևում, CNN-ի հաղորդման համաձայն անօդաչու թռչող սարքերը ռազմական գործողությունների առաջնագծում հայտնվել են համեմատաբար վերջերս, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտությունը նշանակալի շրջադարձային պահ դարձավ։ Այս մասին գրում են հակառակորդի լրատվականները։ Ուրեմն, հիմա ասեց CNN-ը ասել է, որ ես վերջերս են օգտագործվել, բայց մնացածը գրում է Ադրբեջանը, հակառակորդի լրատվականները։ Այդ ժամանակ ադրբեջանական զորքերի գյուղատնտեսական երկաթե ինքնաթիռները վերածեցին խայծային անօդաչու թռչող սարքերի, եւ հայկական հակաօդային պաշտպանությունը հայտնաբերեց ոչնչացրեց այդ խայծերը, բացահայտելով իրենց գտնվելու վայրը մարտական անօդաչու սարքերը մի խոսքով։ Մատնել են որտեղ են, դրանք ռմբակոծել են։ Գրումը թշնամու կայքը, բայց Մամուլ AM-ը, CNN-ը գոված ադրբեջանցիներին։ Դե գիտեք, չի ինչքան մարդկան մենակ վերնագրերն է կարդում։ Ահա,
Եթե CNN-ը գոդացել է ադրբեջանցիներին, բայց CNN-ը նշանակել գրել է, որ սես բան ա եղել։ Այդ սկսել են այդ պատերազմի ժամանակ ամենաակտիվ օգտագործել։ Մնացածը ադրբեջանցիներն են արդեն տանում առաջ, էլի։ Բայց հայկական մամուլ EM-ը, որպեսզի ասի արևմուտքը ամենակեղտոտ տարածքն է, CNN-ը գովել է ադրբեջանցիներն, ես ասում եմ, մեր հասարակության մի ստվար զանգված մենակ բան է կարդում, վերնագիր է կարդում ասում առաջ, կեղտոտ արևմուտքը։ Հիմա ոչ չասեմ, մամուլ եմ։ Դուք այնքան էժան դեղի մամուլ եք, որ այս վերնագրերով, որը կապ չունի ընդհանրապես նյութի հետ, գրեք, իմանեք ո՞դեր են գովացել, գնանք կարդանք։ Բայց պարզվում է, սա բանն է գրել, Ադրբեջանը։ Ուղղակի առաջի տողն է, որ փաստ որպես արձանագրված, դե ո՞րն է գովքը։ Բայց դե մամուլ այեմին կլիկներ է պետք, կլիկ։ Էժան եք, էժան արա։ Զանայք։ Մեղրաշատցիները համոզված են, եթե դպրոցը փակվեց, գյուղը դատարկվելու է։ Այս իշխանությունն ինչ արել, ամենաշատ, այո, փակել է դպրոցները, մյուս ձեռքով ամենաշատ փողը ծախսել է ըստ իրանց հաշվարկների, դպրոցներ բացելու եւ վերանորոգելու եւ շինելու վրա։ Փողը լվացում է շինելու վրա, բայց եղած դպրոցները փակվում են։ Եթե հիմա այսօր փակեն, դեռ գյուղը դատարկվում է։ Ես ասել եմ մարզպետին, եթե դպրոց չլինի, ոչ երիտասարդ կմնա, ոչ ընտանիքներ։ Դպրոցն է պահում համայնքը, ասում է Մեղրաշատի միջնակարգ դպրոցի պատմության եւ ասորագիտության ուսուցչուհի Լիլիթ Մխիթարյանը։ Փոխանակ ծրագրեր իրականացնեն ծնելիությունը խթանելու երիտասարդ ընտանիքների օժանդակեն, որ մնան գյուղում, դպրոցներ են միավորում, սահմանամերձ գյուղը պիտի ապրեցնել, ոչ թե դարձնել յայլա։ Բայց իրանց պետքա որ մարդ չապրի, որ ադրբեջանցի զինվորը հանգիստ առանց դիմադրության այլելով գա անցնի Հայաստանի տարածքի միջով։ Դրա փոխարեն իրանք ամբողջ ռեսուրսները կդնեն կայլանդակեն Երևանը, ամեն մի փողոցի վրա կսարքեն երկնաքերեր, որ լավ ծախեն, ես ուղղակի ուզում եմ տեսնեմ որ անուղեղն է տեղ տուն առնում, էլի, որ ոչ սեյսմիկ բաններն է, կարգուկանոնն է ապահոված, ոչ մտնել դուրս գալն է ապահոված, ոչ ջուր լինել չլինելն է ապահոված, ոչ մաքուր օդ ունենալն է ապահոված, ոչ պարկինգի տարածքն է ապահոված, ոչ մի բան ապահոված չի, ու չի կարող այդ նեղ տարածքի վրա այդպես բան ապահովել։ Հայաստանի այս Երևանի տարածքում ինչքանի Երևան է, դրա ընդամենը կարող էր կառուցապատված լինել 30-35%-ը։ Հասկանում եք, այսինքն ինչքան շենքն է, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, եթե քո հողը, ասենք չգիտեմ, 1000 քառակուսի մետր է, դու կարող ես 300-ի վրա շինություն կառուցել։ Ուզում է դա ռեստորան, ուզում է սուպերմարկետ լինի, վերջ։ Մնացածը պետքա լինի կանաչ տարածություն եւ անպայման կանգնելու տեղ, մարդիկ որ կարող են շարժվեն, տեխնիկայա գալի կանգնի, այնի անվտանգության մեքենայա գալի կանգնի, հրշեջա գալի կանգնի, շտապօգնությունա գալի կանգնի, մեքենայա հյուր եկե կանգնի, դու մեքենա ունենաս, կանգնելու տեղ ունենաս։ Սա նոր բան չկա ստեղ, համաշխարհային ստանդարտներ է սա։ Հայաստանում նույնիսկ մարդկանց անցնելու, քայլելու տեղը չի մնացել։ Բայց դա փոխարեն փոխում են դպրոցները, գյուղերը։ Ինչի համար։ Այո։ Ադրբեջանցիները քիչ դիմադրությամբ կգրավեն Հայաստանը։ Սա էլ նայեք։ Այս իշխանությունների գլխավոր խոստումներից մեկը մետրոյի աջափնյակի կայարանի կառուցումը ոչ միայն չի սկսվում, այլև կառավարությունը հետ է վերցնում այդ նպատակի համար քաղաքապետարանին հատկացված միջոցները այլ ծախսեր փակելու համար։ Գործադիրը վերջին նիստում որոշեց մետրոյի կայարանի կառուցման համար նախատեսված բյուջեից մոտ $300,000 ուղղել սահմանամերձ բնակավայրերում ապրողների կոմունալ վճարների մասնակի փոխհատուցմանը։ Օգոստոսին էլ կառավարությունը որոշել էր կայարանի 300,000 վերցրելա, որ չկառուցի։ Տեսեք, մի միլիարդ պարտ կա արել, $1 միլիարդ, 300,000 ինքը չուներ, բայց հեսա 1 միլիոնով տոնածառ են անելու, տեսեք, 1 միլիոն տոնածառի վրա ծախսվելու, 300,000 հանել են,
Քաղաքի բյուջեից։ Որ սահմանամերձ շրջաններում մարդիկ ոչ կարողանում են լույս մոճել, ոչ էլ գազ մոճել, բայց 1 միլիարդ մարդ կա վերցրել այս պետությունը։ Մյուս պետության բյուջեն 7 տարի առաջ խոսք են տվել մետրո բացեն։ Այս ամեն ինչը նորմալ համարողին ինչ կարելի է ասել։ Մտածեք բառ, ես այդ բառը չգիտեմ։ Իմ համար սպառվել է նորմալ լեքսիկոնի մեջ ինչ-որ բառ ասելը սրանց։ Գիտեք, մարդուն նաև ոնց են կարողանում հասկանալով է ինքը։ Իր ծախսելով։ Ինքը ոնց է տնօրինում իր բյուջեն։ Եթե մի տնօրը, ընտանիք պատկերացրեք, տան հայրը տանիքը վերանորոգելու, ապատոհաները սարքելու փոխարեն ինքը վերցնում է $1 միլիոն տոնածառ է դնում ընտանիքում։ Ինքը ոչ թե երեխեքին է սիրում, ինքը ուղղակի անասուն է։ Ինքը երեխեքին չի սիրում։ Ինքը ուղղակի անասուն է։ Ուրիշ բան չես կարող ասես տես մարդուն։ Այս բանական ինքը ոչ միայն անասուն է, ինքը կոռուպցիաներ անասուն է։ Որովհետև Աջափնյակի բնակիչին մետրոն է պետք քաղաքի հետ կապելու համար։ Որպեսի տրանսպորտ քիչ աշխատի, որպեսի այդ խցանումները մի քիչ պակասեն, որպեսի օդ այդքան չարտոտվի, հասկանում եք, մի հատ կամուրջ է, այդ ամեն ինչը լցված է մի հատ կամուրջի վրա, ծանրությունը, տեղափոխումը մի կամրջի վրա է։ Աջափնյակի բնակչին քո 1 միլիոնոնոց բանը տոնածառը իր նիկոլին չի։ Իսկ Աջափնյակից կարող էր գնալ մինչև 16 կվարտալ այդ, հա, այդ մետրոն։ Կարող են այնտեղից իջնել Մաշտոց, Բանգլադեշ, մի խոսքով գից էր պետք։ Քաղաքի բնակչի մետրո է պետք, որ ինքը նստի Բանգլադեշից մետրոն, իջնի Զեյթուն միջև, հա, գնա կամ Բարսանա, էական չի։ Մարդկանց հետ է պետք այդ տակմկներ, ոչ թե տոնածառ։ Բա մեր երեխեքը ծայլու չտենան $1 միլիոն։ Նույնս եմ ասում, մարդուն տուր փողը, տես ինքը ոնց է ծախսում, եւ ասա ինքը ով է։ Սրանք 7 տարի նույնն են անում։ Ով են իրանք։ Երևան քաղաքը այս պահին կառավարում է փոքրամասնության կողմից ընտրված քաղաքապետը, որը ոչ լեգիտիմ քաղաքապետ է, եւ ամենակարևորը ոչ կոմպետենտ։ Սուտ եք ասում, դուք նորից ուզում եք գումար հավաքեք այս մարդկանցից, չի լուծվելու, այլ ավելի է շատանալու խցանումները։ 2 միլիարդ 100 միլիոն անցած տարի գումար են հավաքել միայն կարմիր գծերից։ Լսեցիք, 2 միլիարդ, այսինքն 1 միլիոն 200 000 ասում եմ։ Բա 2 միլիարդ ու 100 միլիոն դու հավաքես մենակ կարմիր գծերից, այդ Երևանի բնակիչներից հավաքես ու Երևանի բնակիչների համար կանաչ տարածություն, այգի, մետրո չսարքես։ Խցանումները նույն վիճակում են, ել ավելի են շատացել, խայտարակ վիճակ, իրենց վարչապետը մնացել էր խցանումների մեջ ու չէր կարողանում կառավարության շենքից միջև ամարանոցներ գնալ կառավարական, 1 ժամում է գնացել, անիվ 2-ն է։ Հիմա տարեկան $1 միլիոն 200 000 մսխելու են։ Երևանը մնալու է խցանումների մեջ։ Հեղափոխության օրերին ուտող խմող Փաշինյանը այսպես խորոված էր ուտում քաղաքացիների հետ։ Հետո խորովածը դարձավ Աննայի համար։ Աննան Չինաստանից եկել է ու ուզա խորովածը։ Իսկ մեզ քաղաքացիներիս մնաց իր եւ թիմակիցների կերած խմածի հաշիվը փակելը։ Այս տարի միայն վարչապետի աշխատակազմը իրենց սրտի գործարարների օբյեկտներում մեր հաշվին կերել, խմել եւ հյուրասիրել է 24 միլիոն 554 հազար դրամի։ Հա, մռութի ջան, ինչ ես ասում։ Բարև ձեզ։ Բա։ Մեր ճշտամին թուրքը չի։ Դա թուրքը մեր ճշտամին է դեֆոլտ, ասենց по умолчанию, չենք խոսում դրա մասին, էլի։ Սրանք են մեր ճշտամին։ Մեր ճշտամին բոլոր նրանք են, ովքեր այս ամեն ինչը համարում են նորմալ։ Հասկանում եք, իրանք մեզ շանս չեն թողնում, շանս։ Երկիր, ժողովուրդ, պետություն դառնալու։ Որտեվ սրանք բան է, կապված է իրար հետ։
երբ որ երկիրը ուժեղա, հզորա, ազգայինա, ինքը կարողանում է նաև դպրոցներով, միջոցառումներով, քարոզություններով նաև լավ ազգ ձևավորել, հասկանում եք, լավ ազգ, հա, իր հերոսներով, որ ասում էր բանը, ինչ հերոս ունենք, ով է մեր հերոսը, մի հատ ֆիլմ չի նկարվել, ասում եք, ում ենք ուզում նմանվենք, այս ժողովրդի վրա, որ մունատ են գալիս, ես ինչի համար եմ ամենաշատ նեղվում, այս մունատ եկողներից, դուք ժողովրդի վրա մունատ մի եկեք, ինչ եք տվել ժողովրդին, ինչ հերոս եք տվել իրան, ինչ, 7 տարի ասում եք, այս հերոսը հարկ մուծողն է, իսկ ում այդքան ասեն, ընդամենը 10%-ի վրա է, որ քարոզությունը չի ազդում, դուք այդ 90%-ից ոնց կարող եք նեղանալ, իսկ Հայաստանում դիմադրությունը ավելի շատ է, քան այդ 10%-ը, բայց այդ նույնիսկ խեղվածների, շեղվածների դուք ոնց կարող եք նեղանալ, երբ որ ինքը թունավոր քարոզության տակ է, թունավոր միջավայրում է ապրում, տոքսիկ, ցանկացած ազգի դեմքը այդ ազգային էլիտան է, կառավարությունը չի, այդ ազգային էլիտան է, որ պետք է ձևավորի կառավարություն, ստիպի կառավարությանը հաշվի նստել իր հետ, այդ քննադատողները, որ քննադատում են, ես ուզում եմ ասեմ, եղբայր, եթե դու հասկանում ես այդքանը, ոստե քննադատելու թեմա կա, ուրեմն այդ էլիտան դու պետք է ստեղծեիր, եթե դու խնդիրը հասկանում ես, ես քեզ ասում եմ պատճառը որտեղ է, եթե քեզ պատճառը չհետաքրքիր, մենակ հետևանքն է հետաքրքիր, ու դու մեծ հաճույքով ինքնահաստատվում ես հետևանքի վրա, նշանակում է դու պրոբլեմ ունես, որ պրոբլեմը դու ես, ժողովուրդը չի, որտեղ այն պահից, որ դու այդ խնդիրը հասկացած, հենց այդ պահից դու դառնում ես այդ խնդրի համար պատասխանատու, խնդիրը լուծելու համար, դու չես կարող ասել, չէ, ախր ես պատասխանատու չեմ, ես խնդիր չեմ ուզում լուծեմ, չես ուզում լուծես, փակի բերանոտ, ախպետ ջան, մեզ խնդիր լուծող է պետք, մեզ խնդիր լուծող է պետք, այն որ խնդիրը չի հասկանում, հասկանում ես, որ ինքը չի կարող լուծի, բայց եթե մեկը հասկանում է, որ խնդիր կա, ու ասում ես այդ խնդիրը լուծողը չեմ, մի լուծի, գոնե մի խանգարի, գնա քո համար հագիստ, բայց սա դասալքություն է, իմ համար դասալքություն, Շենգավիթում դաշնամուրի գործարանը փլվեց։ Դեպք է տեղի ունեցել Երևանում, Շենգավիթում փլուզում է տեղի ունեցել նախկին դաշնամուրի գործարանի տարածքում։ Ըստ նախնական տվյալների մասամբ փլուզվել է եռահարկ շինությունը, տնտեսական ապրանքների եւ սննդի պահեստի հատվածը։ Կա մեկ տուժած հաղորդում են ներքին գործերի նախարարություն։ Գիտեք ինձ սա ինչ հուշեց, ինձ հիշեցրեց բանի տարածքի, Սուրմանլուի տարածքի փլուզումները։ Ներքին ձայնս ասում է, որ ստե շատ շուտով ես մայթի սենց եզրագծով էլիտար շենքեր են կանելու։ Ներքին ձայնս ասում։ Դուք ասեք Սուրմանլուի փլված տարածքները հիմա ինչի է վերածվել։ Ալարաղացը, որ պայթեց միամիտ, հիշում եք։ Ալարաղացը ինչի է վերածվել։ Ես Հայաստանում չեմ, Երևանում չեմ։ Դուք գցեք։ Դուք ասեք ինձ։ Բայց ներքին ձայնս ասում է, որ սենց պայթուններ, սենց ավերածություններ Էնել երկակտ բետոնյա կառուցվածք, սենց իրան չի քանդվում, կտուրից սկսած։ Ուկրաինայի վիճակն է ծանր, Киев пошел на уступки. Украина дала согласие на то, что еще недавно выглядело этой самой красной линией – ограничить численность своих вооруженных сил до 800 тысяч человек. Именно так утверждает Financial Times. Ссылаясь на украинского чиновника, это только одна из самых чувствительных правок в американском мирном плане. Միխոսկով, ես թողում եմ սա որպես իգիտություն, որտեղ այս ոնց գնացի աղբյուրները ճշտեմ, իսկ տարավ ռուսական աղբյուրներ, իրանք էլ հղում են անում ուրիշտեղ, հետաքրքիր գիտեք, որ սա հերքումներ չկա, որ սրա հերքումներ չկա, որ Զելենսկին համաձայն է իշխանությունը պահի, զիջի, ոչ միայն տարածքներ, այլև նաև
կրճատի զորքերի քանակը մինչև 800,000։ Բայց թողեն իրեն մնալ իշխանության մեջ։ Ինքը ամենին բոլորին հանձնեց։ Երմակին հանձնեց, նախարարներին հանձնեց, իրան թվում է, թե այս սանով ինքը դեղ մնալու է։ Բայց ներքին ձայնս ասում է, որ ռուսները ավելի շատն են ուզելու ստանալ։ Բռնել են, կոկորտից են բռնել։ Սա եթե սա մի քիչ հայրենասեր լինի, մի քիչ մարդ ինքը կհրաժարվեր ուղղակի։ Կասեր թոգային մարդը, որ խոցելի չի, որի վրա չեն կարող կամպրամատով զիջումներ ստանալ մի ամբողջ երկրից։ Փաշինյան Նիկոլնային մի քիչ այլ տեսակով։ Տրամպն էլ ասում է, Ուկրաինան խնդիր ունի։ Ուկրաինան խնդիր ունի կոռուպցիայի հետ կապված։ Բա, որը նշանակում է դու փախնելու տեղ չունես, Զելենսկի։ Սա նայեք, չնայած բայց լավ նայեք։ Trump will choose Israel over white Americans. Jonathan Pollard, a convicted traitor to the United States. He was an American citizen. He was working for the U.S. security establishment. He sold secrets to Israel. Israel sold many of those secrets to the Soviet Union, endangering a lot of U.S. national security imperatives at the time. He was caught. He was convicted. He spent some 30 years in the United States prison system. He was actually granted special release from his parole conditions by the Trump administration. Ամերիկայի քաղաքացի որը ձերբակալվել է լրտեսության համար Իսրայելի օգտին, տեսեք իրանք դաշնակիցների իրավունք չունի այնտեղ լրտեսություն անի, դա իրավունք չունի, բայց բռնել են 30 տարի նստելուց հետո Թրամփը ազատ արձակել դրան, սա սրան միանգամից մասնավոր ինքնաթիռով տեղափոխում են Իսրայել, մեծ կոչումներով դիմավորում է անձամբ Նետանյահուն, կարմիր գորգով, իսկոմեկում, ու այս վերջերս գնանք առաջ And Miriam Adelson herself had her jet fly him to Israel, where he got a hero's welcome. He's attained citizenship there. He, in fact, recently in July, got an invitation from the United States ambassador, Mike Huckabee. So he set foot back on U.S. soil in the U.S. Embassy of Jerusalem, confirmed his meeting with Mike Huckabee. He thanked Mike Huckabee for advocating for his release while he was a convicted traitor. Just wanted to give everyone a taste of who Mr. Pollard is. So here he is. The Biden administration, as I called it, did. Սրան ընդունում է հրավիրում է Իսրայելում Ամերիկայի դեսպանը, Ամերիկայի տարածք փաստորեն, մարդ, որ լրտեսություն արել Իսրայելի օգտին, հանցագործ Ամերիկայի ստանդարտներով, սրան հրավիրում են Ամերիկայի տարածք, ու սա հասազույց է տալի դրանից առաջ, որ եթե Ամերիկան խելոք չմնա, մենք կռմբակոծենք իրան։ Մենք կռմբակոծենք իրան։ Ու հետո հարց են տալիս Թրամփի խոսնակին, ասում են, ո՞նց եք վերաբերվում սրան։ Թրամփը ո՞նց է վերաբերվում այս ամեն ինչին։ Այս դեսպանին, որ հրավիրել է սա։ Նորմալ։ Թրամփը դեսպանի կողմից է։ Բա